Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն աստծորվա ծրագիրն է։ Սահմանադրության 10-ամյակի նվիրված Zoom հանդիպում, Վիլյորբան, Շուշի, չչաղարկված, Խարտյան, Բաքու խեղաթյուրումը, հայկական ժառանգությունը, հայկական իրավունքների պայքարը ու Մայիսյան ուղերձը, Շուշի անհերքելի փաստեր, արևմտահայերենի պահպանման մարտահրավերները, ցեղասպանությունը կարելի չնեսեմացնել, Պոլսում հայ ճարտարապետների նվիրված համաժողով։ 2026 թվականի մայիսի 9-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետություն ազգային սահմանադրության ընդունման 10-ամյակի նվիրված Zoom հանդիպում այլեր։ Ելույթներով հանդես են եկալ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանը, ազգային ժողովի նախագահ Տիկին Էլի Հարությունյանը, ազգային խորհրդի փոխնախագահ Տիկին Լիդիա Մարկոսյանը, հյուր ելույթը ներկայացրել կառավարության խոսնակ Շողեր Բելեմջյանը, հունց նաև այլ պետական ու հասարակական գործիչներ, ընդգծելով սահմանադրության կարևորությունը որպես ազգային ինքնության, բնիկ ժողովրդի իրավունքների ու պետական շարունակականության հիմքը։ Մասնակիցները նշել են Սահմանադրությունը ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլև հայ ժողովրդի ինքնորոշման, արդարության ու պատմական հիշողության խորհրդանիշը։ Հատուկ անդրադարձ է կատարվել մայիսի 9-ի նշանակությանը որպես հաղթանակի Շուշվա ազատագրման ու ազգային պայքարի օրվա։ Հանդիպման վաղը հնչան խոսքեր հայ ազատամարտիկների, երկրորդ համաշխարհային պատերազմի, հայ հերոսների ու ազգային իրավունքների պաշտպանության հետի պայքարով բոլոր հայրենիների հիշատակին։ Ելույթներում ընդգծվել է նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հիմնված է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների ու բնիկ ժողովրդների ինքնորոշման սկզբունքին իրան։ Հանդիպման ավարտի մասնակիցները վերահաստատան ազգային միասնության, արդարության ու խաղաղ պետականության կառուցման գաղափարը, շնորհավորելով հայ ժողովրդի սահմանադրության 10-ամյակի առիթավը։ Վիլյորբանի ու Շուշիի միջև 2015-ին ստորագրված բարեկամության խարտիան տարալա Ֆրանսիայի պետական քաղաքականության ու տեղական ինքնակառավարման բախման կարևոր օրինակը, թե Ֆրանսիայի պետությունը 2019-ին փորձել է դատարանավ չեղարկել, այն դատարանը որոշել էր հայց ներկայացվել ուշ արդյունքում խարտիան լրիվությամբ չեղարկվել չի ու պահպանել իրեն խորհրդանշական ու քաղաքական նշանակությունը։ Գործը նշանցատվել վեր Ֆրանսիայի վերաբերմունքը փոխվել է քաղաքական ու դիվանագիտական ճնշումների ազդեցությունով, իսկ իրավական գործընթացը կիրառվել է ոչ անմիջապես, այլ ուշացած ձևով։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային ժառանգության խեղաթյուրումը ներկայացնել որպես վերականգնում։ Տրամօրինակն է Շուշվա Սուրբ Ղազանչիծոս եկեղեցին վեր 2020-ի պատերազմի ընթացքում ռմբակոծվել է, ապա ձևափոխվել է, խախտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային պահպանության սկզբունքները։ Վերջին միջազգային քաղաքական զարգացումները ու եվրոպական գագաթնաժողովները կրկին նշան ցնդվել վեր հայկական հարցը շարունակում մնալ միջազգային օրակարգի կարևոր թեմա։ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը յուրան ելույթում նշել վեր հայ ժողովուրդը կաղնացա պատմական կարևոր շրջադարձի ռճի, իսկ Արցախ ազգային ինքնության ու պետականության հարցերը կապված են միջազգային քաղաքականության ու աշխարհաքաղաքական շահերի հետ։ Գծալավեր եվրոպական կառույցներում քննարկվում արցախահայության իրավունքների ու ետրնալի հարցերը, սակայն տարբեր պետություններ առաջնորդվում են սեփական շահերով։ Արմենակ Աբրահամյանը քննադատել է ռեալ պոլիտիկի քաղաքականությունը, նշելով միայն ցեղասպանության ճանաչումը բավարար չի առանց պատասխանատվության ու արդարության վերականգնման։ Ելույթում շեշտվել է նաև խաղաղությունը հնարավոր ամենակ ուժեղ բանակի, ազգային անվտանգության ու ինքնիշխան պետականության պայմաններում։ Արմենակ Աբրահամյանը նշելով հայության ապագան պիտի կառուցվի ազգային միասնության, կրթության, մշակույթի իրավական պայքարի հիման վրա։ Եզրափակելով ինքը մայիսյան հաղթանակները ու Շուշի ներկայացրել որպես ազգային դիմադրության ու արժանապատվության խորհրդանիշ, կոչնելով շարունակել պայքարը հայկական իրավունքների պաշտպանության հետի։ Վավերագրող ռեժիսոր Գևորգ Տեր-Ղազարյանը 6 տարի գործարար Շուշվա անհերքելի փաստեր, փաստա վավերագրական կինոյին իրա։ Ինքննյութերը հավաքան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսա ու Երևանը արխիվներան մխլա հետ ընդհատված բարդ գործին վախտը համաճարակի կռվի Արցախա շրջափակման դարդան։ Ռեժիսորը պատմավ էր կինոյի գաղափարը ծնվել է հալամ 2019-ին Շուշվա հանդեպ իրան անձնական կապվածությունն ու պատմական ուսումնասիրություններն։ Սցենարը փոփոխվել է մի քանի հետ իրավիճակային զարգացումներին համապատասխան։ Կինոն ներկայացվել է Մոսկվայում, իսկ Երևանը պրեմիերան տեղի ունեցել կինոյի տանը Դիալոգ կազմակերպության քյոմագյավը։ Օնե պատմա ճանաչողական ու գիտական բնույթ ընդգրկելով Շուշվա տարբեր պատմական փուլերը ռուսական կայսրության ժամանակաշրջանից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Կինոն պատրաստվում է ներկայացվել 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն։ Արևմտահայերենը սոր կաղնացա լուրջ վտանգի ռճի, որովհետև շատ ընտանիքներում այլևս փոխանցվում չի որպես առօրյա լեզու։ Լեզվաբանների կարծիքով մայրենի կորուստը ազդում է ոչ միայն խոսքի, այլև ազգային ինքնության ու մշակութային հիշողության վրա։ Ջոշուա Ֆիշմանի լեզվի կենսունակության տեսություն նշանցատվել վեր լեզվի պահպանման ամենակարևոր վայրը ընտանիքն է, եթե խոխեքը տանը չեն խոսում արևմտահայերեն, կրթական համակարգը մենակ դժվարությունով կարելի պահպանել լեզուն։ Մասնագետները նաև ընդգծում են բազմալեզվությունը խոչընդոտ չի ու արևմտահայերենի պահպանումը հնարավոր է ժամանակակից կյանքի պայմաններում, հատկապես ընտանիքի ներսում կենդանի օգտագործման միջոցով։
Արևմտյան Հայաստանը հայ մտավորական Օհանես Քլջդաղը յուրան հրապարակման մեջին անդրադարձել է հայերի դեմ իրականացված ցեղասպանության հիշողության ու քաղաքականության շուրջ քննարկումներին։ Ագոր շաբաթաթերթում հրապարակված հոդվածում ինքը նշում է, ցեղասպանության թեման չպիտի դառնա քաղաքական շահարկման միջոց, բայց նաև չի կարելի այն ներկայացնել որպես բնական պատմական իրադարձություն։ Հեղինակը անդրադառնում է Հայաստանի ղեկավարության վերջին տարիներին ավելի մեղմ հայտարարություններին կապված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Իրան կարծիքով խաղաղության ձգտումը կարևոր է, սակայն չի կարելի նվազեցնել ցեղասպանության պատմական ու բարոյական նշանակությունը։ Օհանես Քլջդաղը շեշտում է, վերապրիլի 24-ը պիտի մնա հիշատակի, սգի ու արդարության պահանջի օր, քաղաքական շահերի հարթակ։ Ինքն նաև ընդգծում է, ցեղասպանությունը շարունակում է ազդել հայ ժողովրդի ինքնության, հոգեբանական վիճակի ու ապագայի վրա։ Հոդվածի եզրակացությունով խաղաղ հարաբերությունները հնարավոր, սակայն դրանք չպիտի կառուցվին պատմական հիշողության ու զոհերի արժանապատվության հաշվին։ Մայիսի 11-ին Նարեկյան բեմում գիտաժողովային է նվիրված Օսմանյան կայսրությունում հայ ճարտարապետների, ինժեներների ու ամիրայական դասի դերին։ Միջոցառումը կազմակերպվել է Հայճարի ու Ուջ Հորհան Վակֆի համագործակցությունով։ Գլխավոր բանախոսը ինյականը Օնիկ Ջամոքյանը վերը ուսումնասիրել է օսմանահայ պատմությունը ու Սևծովյան տարածաշրջանը։ Ինքը գործարել հայտնի պատմաբանների Ֆերնան Բրոդելի, Ռոբեր Մանտրանի ու Ժան-Կլոդ Պերոնի հետ։ Համաժողովին ելույթ ունենալու նաև Սերկան Քեչեշին ու Սադիկ Մուֆիդ Բիլգե ներկայացնել օսմանյան ու տարածաշրջանային տնտեսական պատմության ուսումնասիրությունները։ Կազմակերպիչներն ասելով, նման նախաձեռնությունները կարևոր են հայկական մշակութային հիշողության պահպանման ու հայ ճարտարապետների ու մտավորականների ժառանգությունը թազասերունդներին փոխանցելի հետի։ Համաժողովի մուտքը ազատ է։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։